Շատ ենք դիմել, կուզենք սեփականաշնորհենք, հետեինենք մի շուտ սարքեք, արքի գծե մեզի համար կապրենք։ Բայց չեն են, այս գծերի տաղն է չեն են։ 38 տարի կենի, չէ, այստեղ կապրենք։ Թուլադրվի գոր կապրենք տագը, յանի վնաս մեզի չեն է, բայց որ կուզենք արդեն հիմնական ապրենք, դա վնաս է։ Տոկերի տագը չի կարելի ապրել։ Քարապատված տնակում ապրել կարելի է, բայց սեփականաշնորհել ոչ։ Սիմոնյանների ընտանիքը այս խնդրին է բախվում 37 տարի։ Տնակները ժամանակավոր էին, բայց դարձան մշտական բնակ տարածք, տնակային 236, կոտորակ 135 հասցեով։ Բնակ մակերեսը 48 մետր քառակուսի է, ապրում են 12 անձով, այդ թվում 5-ն անչափահաս են։ Նոր բնակիչը տիկին Լամարայի թոռնիկն է, ընդամենը 8 օրական է, ներսի պայմանները չերևացող մնացին տանտիրուհու ցանկությամբ։ Դժգոհեց, ոչ կարող են տնակը նորոգել, ոչ էլ բնակ տարածք ավելացնել։ Ամեն տարի կվերանորոգենք, թե կսպասենք, հեչ մի բան մի կերեք, տեսնենք ինչ պդերնի կհանենք ձեզի բան ու այս հույսով սկան տարի կապրենք։ Վիսակավորնիներից ինչ որ չափանիշներ կա հերու բդերնի։ Այն կողմը սեփականաշնորհած է ջրի այն կողմը, բայց այս կողմը չէ։ 236 տնակային տարածքը Գյումրիում չհաշվառված ու չսեփականաշնորհված ինքնակամ կառույցների փոքր մասն է միայն։ Ինքնաշենների զգալի մասը կառուցվել է 88-ից հետո, երբ բնակության համար ժամանակավոր 2 տարվա համար պայմաններ էին ստեղծում, բայց տուն ստանալու հույսը կորցրած ստիպված քարապատեցին ու դարձրին հիմնական։ Մի քանի մետր այն կողմ նախկին Սևյան, ներկայում Շախբազյան փողոց հասցեով մեկ այլ տնակային թաղամաս կա, որի բնակիչները նույնպես սեփականաշնորհման արգելքի են բախվում։ Քաղաքապետարանը տարածքը համարել է ճահճային գոտի։ Ասին, որ այդտեղ ճահճ տարածք է, չի կարելի։ Իսկ հիմա չգիտեմ, փոխել են ծրագիրը, չեն փոխել, չգիտեմ, անհայտ է։ Կանաչ գոտիներում կառուցված ինքնակամ շինությունները չքանդելու եւ օրինականացման կանաչ լույս վառելու օպտիմալ կամ այլընտրանքային տարբերակ մնում է գոտիավորման փոփոխությունը, այսինքն հողերի գործառնական նշանակությունը փոխելը։ Օրինակ ավտոկայան թաղամասի տնակները քաղաքի կանաչ գոտում էին, բայց մի քանի տարի առաջ բնակիչներին տեղեկացրել են, ել կանաչ գոտում կառուցված տներ ու տնակներ չեն եւ կարող են սեփականաշնորհել։ Դրանից հետո բնակիչները բերել չափագրել են, վճարումներ արել, բայց 2023 թվականից դիմումներին ընթացք չի տրվել։ 23 թվականին որ երեցին մարտիկ ստեղ ով որ քարաշեներ երեցին, այդ ժամանակ եկան չափագրեցին, գումարը տվեցինք ու մինչև մի քաշքշուկների մեջ ենք, չեն ասել 100% կեղնի թե չէ, բայց քանի տարի է հակսեն կեղնի։ Մենակ իմս չէ, ասենք ես ընձով խոսամ, ընդանուր բոլորինն է հոն է, բայց կա մարդ, որ արդեն անցել է, վայրուտի այդ բոլոր հարցերը անցել է։ Մի կամ արդեն նոր են սկսել, օրինակ իմս նոր են սկսել, կոնկրետ չեն ասել, բայց սկսեն կեղնի, չեն մեջել։ Գոտիավորման, անհրաժեշտության դեպքում նաև քաղաքի հատակագծի փոփոխությունը քաղաքապետարանում համարում են երկարատև եւ բազմափուլ գործընթաց։ Թեև որոշ նախագծեր առաջարկներ կան մշակված, բայց դրանց իրականացումը պետք է համաձայնեցվի կադաստրի պետական կոմիտեի հետ։ Հանձնարարել է ճարտարապետներին, որպեսզի հատուկ սխեմաներ մշակեն քաղաքի տարբեր տեղամասերում, այսինքն այն հատվածները, որոնք նախկին ուրեմն շին գլխավոր հատակագծով կենպլանով նախատեսած են եղել 60 հոդվածով պայմանավորված կանաչ կոդիներ, այդ կոդիների փոփոխություն արվել, որպեսզի բնակչությունը կարողանար ավելի հարմարավետ ու հեշտ այդ օրինականացման գործընթացը կազմակերպել։ Այդ փոփոխությունները նաև հաստատվում են քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից եւ ինքը բավականին ժամանակատար process է։ Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառումն ամբողջությամբ չի կատարվել մինչև սահմանված ժամկետը, որը Գյումրիի համար 2024 թվականի հունվարի 1-ն էր։ Ինքնակամների տերերը ուշացրել են փաստաթղթերը ոչ միայն իրենց մեղքով։ Գյումրիում լիցենզավորված չափագրող մասնագետների պակասը լուրջ պատճառներից մեկն է։ Բնականաբար բնակչությունը թողել է վերջի ամիսներին ու նաև այդտեղ չափագրողների ռեսուրս է պահանջվել, շատ բնակիչներ նաև չեն հասցրել զուտ պայմանավորված չափագրողների զբաղվածությամբ հաշվառեն իրենց անշարժ գույքերը։ Քաղաքի ապօրինի շինությունների մասին մոտավոր տվյալներ ունի քաղաքապետարանը, 7000-ի մոտեցող թվի մասին է խոսքը, բայց թե դրանցից քանիսն է մինչև 2021 թվականի կառուցված եւ քանիսը մինչև հիմա շարունակվող ապօրինություն, հստակ տարբերակում չունեն։ Իսկ կառավարության երկարաձգված ժամկետը մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների օրինականացմանն է վերաբերում։ Գործընթացում ամեն ինչ սկսվում է շինության չափագրումից, կադաստրում հաշվառման կանգնելուց, բայց հաշվառումը չի ենթադրում, թե շինությունն արդեն միանշանակ օրինականացմանի ենթակա է։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։
կան իրական։